Ասում են ամեն շաբաթ գնում եք ցեղասպանության հուշահամալիր ստուգում եք, դուք էլ խոստովանեցիք, որ ձեր ստուգումները կարող են վարչարարի լինել եւ ոչ պրոֆեսիոնալ, եկեք համաձայնենք, սխալների ուղղման պարագայում մեր յուրաքանչյուր այդ քարը բազալտը մոտ $1000 համարժեք ինքնարժեք ունենալու։ Սրանք խնդիրներ են, որոնք նախապես պրոֆեսիոնալ բավարար, ուրեմն հաշվարկներ չեն եղել դրանց տակ եւ նաեւ նույնիսկ այդ հուշարձանի կազմակերպումը կներեք, բայց նույնիսկ մարդ իր անձնական ախորի նորոգման պարագայում այդ անորակ, այդ խառաշո են ասում, դրանց ինչ են ասում, այդպիսի շինարարական ընթացք չէր կազմակերպի։ Խոսքը հենց դրա մասին է։ Տիկին Գալստյան, ես օրինակ հիմա ձեզ կարող եմ երկար պատմել Սիսիանի բազալտի եւ Նորհաճնի բազալտի տարբերությունների մասին, որովհետեւ ես հիմա մի փուլում եմ, որ դրանով ի պաշտոնե նաեւ զբաղվում եմ, բայց նույնիսկ այդ պարագայում ես չեմ կարող ինձ թույլ տալ գալ այստեղ նստել եւ ձեզ ասել Սիսիանի քարը այսքան արժի, իսկ Նորհաճնի քարը այսքան արժի, որովհետեւ այդտեղ բազմաթիվ նրբություններ կան, քարի կտրվածքի, քարի հետ աշխատանքի, քարի մշակման, եւ ես խնդրում եմ, ու երբ որ ես խոսում եմ մանիպուլյացիայի մասին, ես սրա մասին եմ խոսում, ասենք այդ $1000 ինչի եք հնչեցնում։ Չէ՞ որ ես հիմա ձեզ կարող եմ բերել եւ ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ դուք կտեսնեք, որ այդ $1000 իրականության հետ կապ չունի։ Այդ որ ասում եք ախորից չի տարբերվում։ Ցուցակ էիք բերել այդ տղուն, համարը չունեք, մի հատ զանգյասը չես ամանչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես բերել, ստե կապել։ Այդ ձեր պատկերն է, ձեր ֆրակցիայի պատկերն է, այդ այնց ախորով էլ կառուցվել եք, եկել եք, հիմա այնց ուզում եք բան անեք։ Ձեր խմբակցության ներկայացուցիչն է, համարը չունեք, կարող եմ փոխանցել, զանգեք ասեք, ես ինչ ես անում։ Դա չի տակարկում նրա մաս։ Ինչ կառուցողը։ Տիկին Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևորը թե նաում ցուցակից է եղել։ Ես էլ եմ ասում, պատասխանատվություն ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք եւ ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք։ Այ քեզ բան։ Այդքան դժվար է լսել ճշմարտությունը։